Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հիշեցնենք, Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր տեսաուղերձում ադրբեջանցի առաջնորդը մի շարք դժգոհություններ էր հայտնել Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի հասցեին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված բանաձևերի ընդունման համար։ Ալիևի ելույթից հետո խոսք խնդրելով վերջինս ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է եւ բաղկացած է ընտրված ներկայացուցիչներից։ Նրանք բանաձևերն ընդունում են ձայների մեծամասնությամբ։ Այդ բանաձևերը կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, սակայն մենք երբեք չենք փոխում մեր աշխատանքի մեթոդներն ու որոշումները, շեշտել է Ռոբերտա Մեցոլան։ Էստոնիայում մեկնարկել է այս տարվա ամենամեծ զորավարժությունը՝ Գարնանային փոթորիկ 2026-ը, որին մասնակցում է 12,000 զինծառայող։ Մինչև հունիսի 1-ը տևող զորավարժությունները պլանավորվել եւ կառավարվել են Էստոնիայի դիվիզիայի շտաբի կողմից, ասվում է հայտարարության մեջ։ Զորավարժություններին մասնակցում են ցամաքային, օդային եւ ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ, այդ թվում առաջին եւ երկրորդ հետևակային բրիգադները, լոգիստիկ ծառայությունը, կիբերհրամանատարությունը, բանակի այլ ստորաբաժանումներ եւ կամավորական ռազմականացված ուժեր։ Մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակից եւ գործընկեր երկրների ստորաբաժանումներ՝ Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա եւ Շվեդիա։ Զորավարժության նպատակն է էստոնական դիվիզիայի եւ դաշնակիցների հետ համատեղ պաշտպանական գործողությունների պլանավորումը եւ անցկացումը, ասվում է հայտարարության մեջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Հայաստանի մայրաքաղաքում նշել է վերջին տարիներին երկրում տեղի ունեցած էական քաղաքական փոփոխությունները։ Նրա խոսքով Հայաստանի վերափոխումը ակնհայտ է դարձել միջազգային հանրության համար։ Եկեք անկեղծ լինենք, 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ 8 տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է, հայտարարել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, նախկինում Հայաստանը շատերի կողմից ընկալվում էր որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, սակայն Թավշյա հեղափոխությունից հետո երկրի ուղեկիցը փոխվել է։ Նա նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը, ով նրա խոսքով վերաուղղորդել է երկիրը, խաղաղությունը եվրոպական ինտեգրումը դարձնելով առաջնահերթություններ։ Մակրոնը նաև Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները կապել է Եվրոպայում ընթացող ավելի լայն գործընթացների հետ, ներառյալ Ուկրաինայի դիմադրությունը եւ տարածաշրջանի այլ երկրներում իրականացվող բարեփոխումները։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի ռազմավարությունը, Մոլդովայում եւ այլ երկրներում ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ մենք եվրոպացիներս վերջին տարիներին ընտրություն են կատարել հօգուտ զարթոնքի եւ միասնության, նշել է Ֆրանսիայի առաջնորդը։ Հայաստանի եւ Ադրբեջանին մաղթում ենք միայն խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ եւ երկարաժամկետ։ Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք խաղաղություն ենք մաղթում ձեզ, պարոն վարչապետ եւ նախագահ Ալիևին։ Մաղթում ենք դա երկու պետություններին էլ, ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է այն կարևորությունը, որ այսօր Հայաստանը հանդես է գալիս եվրոպական երկրների հետ միասին։ Նա հավելել է վերջին 24 տարվա ընթացքում իր այցը Հայաստան Ուկրաինայի նախագահի առաջին այցն է եւ սա իսկապես նշանակալի փաստ է։ Դա ցույց է տալիս կյանքի արժեքը գնահատողների միասնության մասշտաբը։ Զելենսկին նաև ողջունել է այս գագաթնաժողովին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը, նշելով, որ եկել է Եվրոպայի եւ Կանադայի կողմից կիսվող ընդհանուր արժեքները համատեղ հնարավորությունների վերածելու ժամանակը։ Սիրելի բարեկամներ, մարտահրավերները ակնհայտ են։ Մենք տեսնում ենք, որ Իրանում պատերազմը դեռևս ավարտված չէ եւ այն կարող է դառնալ երկարատև պատճառ եւ բարձրացնել կյանքի գինը բոլորի համար։ Էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում մեր համագործակցությունը պետք է լինի իրական եւ մենք պետք է օգնենք միմյանց պատրաստվել ձմռանը, էներգետիկ մարտահրավերներին եւ մենք պետք է ձգտենք երկարաժամկետ լուծումների հասնել Հորմուզի նեղուցում, ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։
Նիկոլ Փաշինյանը եւ Բելգիայի թագավորության վարչապետ Բարդե Վեյերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանատան բացման արարողությանը։ Արարողության շրջանակում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ողջույնի խոսքով։ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ հաճելի է ներկա լինել մեր երկրում Բելգիայի դեսպանատան բացմանը։ Նա նաեւ բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության գործում։ Իր խոսքում Բարդե Վեյերն ընդգծել է, որ Բելգիայում կա մեծ հայկական համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենթանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը Բելգիայի վարչապետը նշել է. «Սա իսկապես պատմական պահ է։ Խորը հպարտությամբ ենք բացում մեր դեսպանատունն այստեղ քաղաքակրթության օրաններից մեկում։ Այս դեսպանատունն ավելին է, քան զուտ Բելգիայի եւ Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ», նշել է Բելգիայի թագավորության վարչապետը։ Հայաստանն ինքը կորոշի։ Այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին։ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի, ասել է Կայա Կալասը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Զվարթնոց օդանավակայանում Իսպանիայի վարչապետին դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Մայիսի 4-ում Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Պաշտոնյաների դիմավորման արարողությունից հետո մեկնարկել է բացման միջոցառումը, որից հետո եվրոպացի առաջնորդները հանդես են եկել ելույթներով։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատել է, այս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության համար։ Մենք այժմ ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն 2 տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք Սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը, եւ սա առաջի անգամն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով։ Հույս ունեմ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում է նաեւ Թուրքիայի փոխնախագահը, որն առաջին փոխնախագահն է, որ երբևէ այցելել է Հայաստան։ Գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է տեսակապի միջոցով, նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել վարչապետ Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ եւ նշել, որ չնայած բոլոր այն մարդկանց ու ջանքերի, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց։ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են, սովորում են ապրել խաղաղության մեջ, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները, ասել է նա։ Ալիևը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 28000 տոննա բեռ։ Առաջին անգամ սկսվել են նաեւ ադրբեջանական նավթամթերքների, բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումները Հայաստանում։ Ալիևը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստան է արտահանվել շուրջ 12000 տոննա նավթամթերք, նշել է Ալիևը։ Մեծ Բրիտանիան չի կարողանա նոր զենք գնել մինչև 2030 թվականը ֆինանսավորման պակասի պատճառով, հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմավարական հրամանատարության նախկին ղեկավար Ռիչարդ Բարոնսը։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կարող են միայն տեսականորեն մտածել պատերազմին պատրաստվելու մասին։ Իրականում նրանք նոր զենքի համար գումար չունեն։ Դրանք հազիվ թե բավարար լինեն տանկերի, ուղղաթիռների եւ հրետանու համար, բայց ոչ բարձր ինքնավար համակարգերի, ինչպիսիք են թափառող զինամթերքը, անօդաչու թռչող սարքերը եւ արհեստական բանականության համակարգերը։ Նրա խոսքով վերանայման հրապարակումից ի վեր պաշտպանության նախարարությունը հետընթաց է ապրել ռազմական ֆինանսավորման հարցում։ Վերջինս զգուշացրել է, ներդրումների պակասը քայքայում է արդյունաբերական բազան եւ ստիպում պաշտպանական ընկերություններին տեղափոխել արտադրությունը արտասահման։ Այժմ միջոցներ չկան եւ դրան կարող են հասանելի չլինել եւս 4 տարի։ Ուստի շատ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ գումարի հետևից գնացել են Գերմանիա, Լեհաստան կամ Միացյալ Նահանգներ, եւ դա մեծացնում է արդյունաբերական բազայի արդյունավետ սպառման ռիսկը, հավելել է աղբյուրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նվազեցնել Ուկրաինային իր աջակցությունը եւ մեծացնել ճնշումը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրների վրա, եթե հանրապետական կուսակցությունը վատ արդյունքներ ցույց տա նոյեմբերին միջանկյալ ընտրություններում։ Նման տեսակետ է հայտնել Politico-ն, հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։ Թերթի աղբյուրի խոսքով Թրամփը դա կանի իր հիմնական ընտրազանգվածի աջակցությունը վերականգնելու համար։ Պաշտոնյան նշել է ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հետագա վատթարացման ռիսկը։ Իրանի զինված ուժերը շարունակում են հսկել Հորմուզի նեղուցը եւ կոչ են անում բոլոր նավերին ձեռնպահ մնալ առանց Թեհրանի համաձայնության տարանցումից։ Ըստ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահի, մենք անում ենք ամեն ինչ Հորմուզի նեղուցի անվտանգությունը ապահովելու եւ իրավիճակը կառավարելու համար։ Մենք կոչ ենք անում բոլոր առևտրային նավերին եւ նավթատար նավերին ձեռնպահ մնալ ցանկացած տարանցի գործողություններից, առանց Հորմուզի նեղուցում տեղակայված զինված ուժերի հետ համաձայնեցման, որպեսզի չվտանգվի նրանց անվտանգությունը, ասել է զինվորականը։ Նա զգուշացրել է, ցանկացած օտարերկրյա ռազմական ուժ, մասնավորապես ԱՄՆ զինված ուժերը, կենթարկվեն հարձակման, եթե մոտենան կամ մտնեն Հորմուզի նեղուց։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Եվրամիության ավտոմեքենաների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին հայտարարված որոշումը հարված է ամբողջ Եվրոպային։ Մերցը նշել է, ինքը չի դիտարկում ԱՄՆ-ի նոր ներմուծման մաքսատուրքերը որպես հատուկ Գերմանիային ուղղված միջոց։ Նա ցանկանում է հարվածել ամբողջ Եվրոպային, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, ԱՄՆ նախագահը արդարացիորեն մի փոքր հիասթափված է, որ Եվրամիությունը դեռևս չի ավարտել 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագիրը։ Այս համաձայնագրի նկատմամբ դիմադրությունը շարունակում է մնալ Եվրախորհրդանում։ Վերջինս բացատրել է, Թրամփը կորցնում է համբերությունը եվրոպական կողմից նոր պայմանների անընդհատ մշակման նկատմամբ։ Ամերիկացիները ամեն ինչի պատրաստ են, բայց եվրոպացիները ոչ, պնդել է կանցլերը։ Հետևաբար ես ուզում եմ, որ մենք հնարավորինս արագ համաձայնության հասնենք այստեղ, եզրափակել է Մերցը։ Իրանը Պակիստանի միջոցով Միացյալ Նահանգներին է ներկայացրել ռազմական գործողությունների մշտական դադարեցման իր ծրագիրը եւ այժմ սպասում է Վաշինգտոնի պատասխանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Իրանը Պակիստանի միջնորդների միջոցով ներկայացրել է ռազմական գործողությունների մշտական դադարեցման իր ծրագիրը եւ այժմ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է։ Դիվանագիտության եւ շարունակական դիմակայության միջև ընտրությունը Վաշինգտոնինն է, ընդգծել է Ղարիբաբադին։ Փոխարտգործնախարարը հավելել է, Թեհրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին եւ շարունակում է անվստահություն հայտնել ամերիկյան կողմին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, կարող է կրկին ռազմական հարվածներ հասցնել Իրանի դեմ։ Նա նշել է, եթե Իրանը վատ պահի իրեն, հնարավոր են նոր գործողություններ։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, իրավիճակը մնում է բաց եւ անկանխատեսելի։ Միաժամանակ նա խոստովանել է, ուսումնասիրում է իրանական առաջարկը։ ԱՄՆ ռազմական ղեկավարույցը զեկույց է ներկայացրել հնարավոր հարվածների սցենարների վերաբերյալ։ Նավատորմային ուժերը արդեն տեղաշարժվել են տարածաշրջանում։ Թրամփը հայտարարել է, առաջարկը իրեն չի բավարարում եւ դժվար ընդունելի է համարում այն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում գրանցել է ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները եւ սահմանել դրանց հերթականությունն ընտրաթերթիկներում։ Քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքներով հերթականությունը հետեւյալն է. 1 ռեֆորմիստների կուսակցություն, 2 բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, 3 ուժեղ Հայաստան դաշինք, 4 Հայաստանի շնորհապետական կուսակցություն, 5 նորուժ ռեֆորմիստների կուսակցություն, 6 միասնության թևեր կուսակցություն, 7 Բարգավաճ Հայաստան, 8 ազգային ժողովրդավարական Բևեռ, 9 Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, 10 Հայ ազգային կոնգրես, 11 Հանրապետություն, 12 Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն, 13 Ալյանս, 14 ժողովրդավարական համախմբում, 15 Դեմոկրատիա օրենք կարգապահություն, 16 Քաղաքացիական պայմանագիր, 17 Հայաստան, 18 Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք, 19 Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է տարբեր քաղաքական ուժերի 21 տեխնացուի գրանցում ընտրական օրենսգրքով պահանջվող փաստաթղթերի բացակայության պատճառով։ Նրանց թվում են Ալյանս կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը եւ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանը։ Ընտրական ցուցակներն ու նախընտրական ծրագրերը կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին եւ կշարունակվի մինչև հունիսի 5-ի կեսգիշեր։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպացի առաջնորդները։ Նրանց թվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրան դիմավորել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Մակրոնը միայնակ է եկել Հայաստան առանց տիկնոջ Բրիջիտ Մակրոնի։ Նա երեկոյան Նիկոլ Փաշինյանի հետ շրջել է Երևանի կենտրոնով, բարևել հայերին, ապա լրագրողի գերիներին վերաբերող հարցին պատասխանել է։ Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, մենք միշտ փորձում ենք միջնորդի մեր դերը խաղալ եւ օգնել, ասել է Ֆրանսիայի նախագահը եւ ընդգծել, որ հանդիպելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ գերիների հետ կապված իրավիճակը քննարկելու համար։ Երևան է ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նրան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս գիշեր Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության եւ Եվրոպական միության դրոշների գույներով։ Միացյալ Նահանգները Գերմանիայից դուրս կբերի մոտ 5000 զինվորական։ Այս մասին հայտնել են CBS News-ը, Reuters-ը եւ Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրճատել Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմական զորակազմը։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելի խոսքով որոշումը կայացվել է Եվրոպայում գերատեսչության ուժերի տեղակայման համապարփակ վերանայումից եւ գործողությունների թատերաբեմի պահանջները հաշվի առնելուց հետո, նշել է լրագրողը։ Ամերիկյան զորքերի Գերմանիայից դուրս բերումը ենթադրաբար կտևի 6 ամսից մինչև 1 տարի։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ըստ երևույթին հրաժարվել է Միացյալ Նահանգներին համոզելու փորձերից, շարունակելու երկրի արևելքում հակամարտության շուրջ երկխոսությունը եւ այժմ մշակում է բանակցություններ վարելու ռազմավարություն առանց Վաշինգտոնի օգնության։ Զելենսկին այժմ Թուրքիան դիտարկում է որպես Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների հիմնական վայր։ Ավելի վաղ հաղորդվել էր ամերիկացի պաշտոնյաները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է Սպիտակ տանը բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ամերիկացի բանակցողները հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու եւս մեկ առաջարկ, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ, հայտնում է հրատարակությունը։ Թերթի տվյալներով Թեհրանը առաջարկում է քննարկել Հորմուզի նեղուցի բացման իր պայմանները, եթե ԱՄՆ-ն երաշխավորի հարձակումների դադարեցումը եւ իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը։ Առաջարկը նախատեսում է նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի քննարկում, Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները զորավարժությունների ժամանակ մշակում են Կալինինգրադի մարզը մեկուսացնելու սցենարներ։ Դիվանագետի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը զգալիորեն ակտիվացրել են Բալթյան տարածաշրջանում լոգիստիկ երթուղիների վրա վերահսկողություն հաստատելու իրենց ջանքերը, ձեռնարկելով մի շարք քայլեր Կալինինգրադի մարզի հետ տրանսպորտային կապերը սահմանափակելու եւ պայմաններ ստեղծելով տարածաշրջանը մեկուսացնելու համար, եթե Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև լարվածությունը շարունակի սրվել։ Վերջինս նշել է, որ նման սցենարներ են մշակում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում։ Եթե Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեն, Ռուսաստանը հնարավորություն կունենա հարձակվել ՆԱՏՕ-ի վրա մինչև 2039 թվականը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Լատվիայի ազգային զինված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Կասպարս Պուդանսը։ Հետևաբար ամենահավանական սցենարը մեր արևելյան սահմաններին ուժերի վերատեղակայումն է։ Եթե ես Կրեմլում լինեի, կասեի, որ իմ հնարավորությունների պատուհանը 2027-2029 թվականներն են։ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ չէ, որովհետև 2030 թվականից հետո այս պատուհանը կարող է փակվել, չնայած Ռուսաստանը կուժեղանա, նույնը վերաբերում է Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին, հայտարարել է Պուդանսը։ Ֆլորիդայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ներխուժել Կուբա, չբացառելով, որ Աբրահամ Լինքոլն ավիակիրը կուղարկվի երկրի ափեր։ Մենք կուղարկենք մեր մեծ նավերից մեկը, հնարավոր է Աբրահամ Լինքոլնը։ Այն կմոտենա եւ կկանգնի ափից մոտ 91 մետր հեռավորության վրա, ապա նրանք կասեն. «Շնորհակալություն, մենք հանձնվում ենք», ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի վարչակազմի եւ նրա եվրոպացի դաշնակիցների միջև տարաձայնությունները սկսվում են անհաշ թվալ, ընդգծել է թերթը։ Պոլիտիկոյի տվյալներով ամերիկացի առաջնորդի քննադատությունը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին, այդ երկրում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու ծրագրերը եւ ապրիլի 29-ին Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցը ցույց են տալիս, որ նա ներկայումս ավելի շատ հետաքրքրված է Եվրոպային դատապարտելով եւ հնարավոր է նույնիսկ պատժելով, քան նրա հետ համագործակցելով։ Ֆինլանդիայում Ռուսաստանի տարածքին մոտ սկսվել են հյուսիսային հարված 26 հրետանային զորավարժությունները։ Զորավարժությունները տեղի կունենան Կուհմո մունիցիպալիտետի Վուոսանկա զորավարժարանում, որը գտնվում է սահմանից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Ֆինլանդիայի ցամաքային ուժերի տվյալներով զորավարժություններին կմասնակցի 640 զինծառայող, նրանք կանցկացնեն հրետանային, ականանետային եւ մարտավարական կրակոցների վարժանքներ։ Մասնակցող տրանսպորտային միջոցների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 12-ը։ Մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալիք ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը եւ կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ անվտանգության ոլորտներում։ Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Այդ թվում Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով նշված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ։ Արցախ միությունը ողջունել է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը եւ պատանդների ազատարձակմանը։ Հայտարարության մեջ նշվում է. մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները. վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, գույքի եւ մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաեւ համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել եւ արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը։ Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին եւ միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել։ Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների եւ պատանդների անարդարացի ազատազրկումը, պահանջում է նրանց անհապաղ եւ անվերապահ ազատում։ Նկատի է առնում մինչեւ այժմ ձեռնարկված քայլերը եւ կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել։ Կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը եւ մարդու իրավունքները։ Արցախ միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի падգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում, նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում։ Շիրակի մարզպետարանից հայտարարություն են տարածել, որ մայիսի 5-ին Գյումրիում կայանալիք երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով քաղաքայցելող բարձրաստիճան պաշտոնյաներով եւ մեծաթիվ հյուրերով պայմանավորված քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի Խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։ Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները, նշվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները եւ շախմատիստուհիները 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ, այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն շախմատիստների առաջին հորիզոնականում Շանթ Սարգսյանն է 2644 միավորով, նրան հաջորդում է Հայկ Մարտիրոսյանը 2633 միավորով, երրորդ հորիզոնականում Արամ Հակոբյանն է 2635 միավորով։ Շախմատիստուհիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էլինա Դանիելյանը 2390 միավորով, նրան հաջորդում է Լիլիթ Մկրտչյանը 2366 միավորով, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մարիամ Մկրտչյանը 2365 միավորով։ Նիկոլ Փաշինյանն ու ԿՊԱ-ականները կիրանցում էին Սուրբ Երրորդություն եկեղեցու ոցմանն էին մասնակցում։ Կիրանցում էին նաև բազմաթիվ նախարարներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, վաղ առավոտից գյուղում իրականացվել են անվտանգության խիստ միջոցառումներ ոստիկանության եւ ՊՊԾ տասնյակ աշխատակիցների կողմից։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ոցումը համարել է շատ խորհրդանշական եւ կարեւոր քայլ։ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա եւ Կիրանցի բնականաբար սահմանազատված հատվածում եւ
Սա շատ խորհրդանշական եւ կարեւոր քայլ է եւ այս առիթով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որովհետեւ նրանց աշխատած եւ պետական բյուջե վճարած միջոցներից է, որ կառավարությունը հնարավորություն ունեցավ իրանցի սուրբ երրորդություն եկեղեցին վերականգնել։ Եկեղեցին օծված է։ Կիրանցում Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է նաև որպես ընդդիմադիր պատգամավոր ազգային ժողովում հայտնված ապաճամբարափող եղած Գեգամ Նազարյանը։ Նա Փաշինյանին բարևելու համար շարք կանգնած ՔՊԱ-կանների շարքում էր։ Գեգամ Նազարյանը վիրավորել ու սպառնացել է իրեն հարց ուղղել փորձող լրագրողներին։ Վաճառքի եք հանում։ Դուք ով եք, որ ասեք ինչ-որ մեկին հավաքեն, թե չէ։ Չհասկացա։ Օգոստոսի 2-ից հետո ես ազատ մարդ եմ մնել, դու բանտում հետո ես։ Ինչ եմ դնելու։ Բանտում։ Բոլորը գիտեն, որ դու անբարոյական ես, պետք է։ Սուրբ տեղը խես եք անբարոյականություն։ Սուրբ տեղը ձեր նմանը չպիտի գա։ Սուրբ տեղը ձեր նմանը Դու ինձ չպիտի հունիկ գա։ չես կարող անել։ Սիրելի ժողով, սա անբարոյական, լրագրության հետ կապ չունեցող Բարերը չափավոր եք, դուք եք պատգամավոր եք կոչվում։ Այս ինչ վիճակ է։ այն լրագրության մակարդակն է։ Չէ, Երկու ցածրում է։ օրություններ եկել են սրբավայրը պղծում են։ Դուք ձեր Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հանրային ռադիոյի առանց տողատակի հաղորդմաշրջանակում նշել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Պաշտպանն ընդգծել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ առանց որևէ դիմումի սեփական նախաձեռնությամբ եւ շարունակելու է բարձրաձայնել այն, օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը պաշտպանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը։ Եթե քաղաքացիների կարծիքով նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրեն, որ դա անհնար է այլ պետության տարածքում, նշել է Անահիտ Մանասյանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում է տպագրվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեսաչափական նոր անձնագիրը։ Քչերը գիտեն, որ գունային համադրությունից կախված է, թե որքան դյուրին կամ որքան բարդ կարող է լինել անձնագրի կեղծումը, իսկ մեր նպատակը դա գրեթե անհավանական դարձնելն է։ Նշել է ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանի խոսքով իրենք աշխատում են ոլորտի լավագույն մասնագետների հետ ինտեգրելու ներկայացված էսքիզները վիզա էջերի տպագրական տարբերակներում, պահպանելով անվտանգային բոլոր երաշխիքները։ Նա նաև նշել է, որ վիզա էջերում նկարները պետք է զբաղեցնեն ազդագրի 1/3 մասը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 4-ից 7-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 4-ից 7-ին 8-ից 3-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կբարձրանա 2-ից 4 աստիճանով, մայիսի 5-ից 6-ին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։